Երևանի դալաններից մեկի բակում գտնվող նրա արվեստանոցի տեղը ամբողջ քաղաքը գիտեր։ Հայաստանի մշակութային կյանքը ձևավորողներից էր։ Նրա աշխատանքները զարդարում էին ցուցասրահներ, դառնում արվեստաբանների ուսումնասիրության առարկա։ Այսօր առաջին հայ քանդակագործուհու անունը գիտեն միայն մասնագիտական նեղ շրջանակներում։ Ծնվել էր Կարսում 1899 թվականի սեպտեմբերի 15-ին Տեր Խաչատրյանների ընտանիքում։ Ծնողները մանկավարժներ էին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ընտանիքը ստիպված գաղթում է, հաստատվում Ստավրոպոլում, որտեղ այծեմնիկը սովորում է ռուսական գիմնազիայում։ Այծեմնիկը դառնում է Էրզիայի ուսանողուհին։ Կարճ ժամանակում աչքի է ընկնում իր ընդունակություններով և հնարավորություն է ստանում անվանի քանդակագործների հետ միասին Մոսկվայում մասնակցել ցուցահանդեսի։ Նրան նկատում և գնահատում են հայտնի արվեստաբաններ։ Թվում էր, գործունեությունը պիտի շարունակեր ԽՍՀՄ մայրաքաղաքում, մինչդեռ որոշում է գալ հաստատվել Երևանում։ Ներկայիս Թումանյան փողոցում արվեստանոց է ստեղծում և հանդես գալիս Ուրարտու կեղծանունով, որը նաև հայրանունն էր։ «1926-ից 40 թվականներին այծեմնիկ Ուրարտուն ստեղծում է մեր գրականության և արվեստի երևելիների քանդակները։ Մարտիրոս Սարյան, Հովհաննես Թումանյան, Ստեփան Շահումյան, Ավետ Գաբրիելյան։ Գրեթե 10 տարի աշխատում է Հովհաննես Թումանյանի հուշարձանի վրա։ Քանդակագործի նախագծով այն կոմպոզիցիոն յուրահատուկ լուծում պետք է ունենար։ Բանաստեղծի կերպարը պետք է ամբողջացվեր հեղինակի ստեղծագործությունների հերոսների՝ Անուշի, Մարոյի, Ալմաստի, Սասունցի Դավթի քանդակներով։ Սակայն խորհրդային բյուրոկրատիայի քաշքշուկների պատճառով աշխատանքը մնում է անավարտ։ Արվեստագետը ակտիվ մասնակցություն ուներ Հայաստանի մշակութային և հասարակական կյանքի զարգացմանը, ներգրավված էր Նկարիչների միության ստեղծման աշխատանքներին, սակայն ազգային մտածողության տեր արվեստագետը անընդունելի էր խորհրդային գաղափարախոսների համար։ Ստալինյան բռնաճնշումների շրջանում այծեմնիկ Ուրարտուի գործերը հրաժարվում են ցուցադրել, մրցույթներում նրա աշխատանքները անտեսվում են։ Ուրարտուն անգամ նամակ է գրում Անաստաս Միկոյանին, որտեղ իր մասնագիտական մտահոգությունն է արտահայտում, բացատրություն պահանջելով, թե ինչու իր գործերը այլևս չեն ցուցադրվում կարևոր հարթակներում։ Բռնաճնշումների տարիներին բանտարկվում է քանդակագործուհու ապագա ամուսինը, ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, հեղափոխական Աշոտ Հովհաննիսյանը։ Ստեղծագործական և անձնական կյանքի դժվարություններից, սակայն, արվեստագետը չի ընկրկում, արժանապատվորեն է հաղթահարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բնակարանը տրամադրում է փախստականներին, ինքը տեղափոխվում արվեստանոց։ 1943 թվականին Աշոտ Հովհաննիսյանն ազատվում է բանտից, մեկ տարի անց զույգը վերջապես ամուսնանում է։ 1947 թվականին այծեմնիկ Ուրարտուի արվեստանոցի առաստաղը փլվում է, վնասվում և ոչնչանում են բազմաթիվ աշխատանքներ։ Անգամ այդ ծանր հարվածից հետո քանդակագործուհին ձեռնամուխ է լինում իր մոնումենտալ գործի՝ Մովսես Խորենացու քանդակի ստեղծման աշխատանքներին։ Այն 20 տարի է տևում։
Հայոց պատմահոր բրոնզաձուլի քանդակն այժմ զարդարում է Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի սրահներից մեկը։ 1956 թվականին Այծեմնիկ Ուրարտուն արժանանում է Խորհրդային Միության վաստակավոր արվեստի գործչի, իսկ 1960 թվականին Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումներին։ Աբովյանի պուրակի տարածքում գտնվող կժով աղջիկը գործը երկար տարիներ վնասված և անտեսված էր։ Միայն վերջերս մի քանի երիտասարդ քանդակագործներ սեփական ուժերով վերականգնել են աշխատանքը։ Այծեմնիկ Ուրարտուի գործերից շատերն են հանիրավի մոռացված։ Հայտնի չէ անձնական արխիվի տեղը։ 24 աշխատանք պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում։ Ամուսնական զույգը այդպես էլ երեխաներ չի ունենում։ Ընկերուհուն Մարգա Աճյանին գրած իր նամակներից մեկում Այծեմնիկը խոստովանում է, որ իր քանդակները, որոնք մեծ հոգատարությամբ, խնամքով ու սիրով են ստեղծվել, ասես իր երեխաները լինեն։ Այծեմնիկ Ուրարտուն մահացել է Երևանում 1974 թվականին 75 տարեկան հասակում։ Նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ, որի պատճառով դադարել էր ստեղծագործել։ Նույնիսկ գրել դժվարանում էր, բայց ուժերի գերլարումով մինչև կյանքի վերջին օրերը ղեկավարում էր Հայաստանի նկարչական ֆոնդը և Նկարիչների միության քանդակների բաժինը։ Նա ուղի է հարթել կին արվեստագետների համար։